Աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեցրեք նրանց հոր, որդու և Սուրբ Հոգու անունով։ Սիրելի հավատացյալներ, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր վերստին հավաքվել ենք աղոթելու Աստծո տան մեջ, միասնաբար մեր աղոթքը վեր առաքելու առ Աստված, որպեսզի Տերը լսի մեր աղոթքները և իրականություն դառնան մեր ցանկությունները բարի։ Երեկ հայ առաքելական եկեղեցին տոնեց մեր եկեղեցու հիմնադիրներից Թադեոս և Բարթողմեոս առաքյալների տոնը։ Սա հայ առաքելական եկեղեցու մեջ ամենակարևորված տոներից մեջ մեկն է, որովհետև Քրիստոսի առաքյալներից 12-ը Քրիստոսի պատգամի համաձայն գնացին աշխարհի բոլոր ծագերը Քրիստոսի պատգամով, գնացեք, մկրտեցեք հոր, որդու և Սուրբ Հոգու անունով։ Եվ ահա Թադեոս և Բարթողմեոս առաքյալները եկան Հայաստան քրիստոնեական վարդապետության ուխտը քրիստոնեական վարդապետության պատգամը մեզ փոխանցելու։ Նրանք ովքեր գիտեն այդ ժամանակվա առաջի դարի պատմությունը մեր ժողովրդի գիտեին, որ հեթանոս էին, մեր ժողովուրդը տարբեր աստվածներ էին պաշտում, բնականաբար հեշտ չէր այն ճանապարհը, որը որ պիտի անցնեին առաքյալները Հայաստան աշխարհի մեջ։ Նրանք նահատակվեցին Հայաստանում եւ այն սերմերը, որոնք որ ցանեցին, պտղաբերեցին եւ հետագայում արդյունավորվելով, աճելով, պտղաբերեցին և 4-րդ դարի առաջին օրերին արդեն Հայաստան աշխարհը Տրդատ թագավորի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով արդեն քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում որպես պետական կրոն։ Սա մեծագույն հաղթանակ էր մեզ բոլորիս համար, սա մեծագույն հպարտություն էր մեզ բոլորիս համար, որ Աստծո խոսքը առաջինը մենք ընդունեցինք անմիջականորեն աղբյուրից և կարողացանք քրիստոնեական վարդապետության այս մեծագույն լուսով լուսավորված ապրել, այն ճանապարհը անցնել, որը որ Աստված մեզ պարգևել էր այս հազարամյակների ընթացքում։ Բնականաբար ճանապարհը հարթ չէր և բոլոր ժամանակներում եկեղեցին ունեցավ իր խնդիրը։ Ինչու համար, որովհետև քրիստոնեական վարդապետությունը ամենակարևորը խոսք է յուրաքանչյուր մարդու հետ։ Քրիստոնեական վարդապետությունը մշտական ներկայությունն է յուրաքանչյուրիս ընտանիքի մեջ, յուրաքանչյուրիս հոգու մեջ, որը որ մենք ժառանգում ենք, որը որ մենք ստանում ենք Սուրբ Մկրտության խորհրդով։ Ապրում ենք քրիստոնեական վարքով, քրիստոնեական պատգամներով մեր Տիրոջ և այս պատմության քարուներով անցնելով հասնում է մեզ Աստծո խոսքը վերստին և պատգամը գնացեք, աշակերտեցեք բոլոր հեթանոսներին, մկրտեցեք նրանց հոր, որդու և Սուրբ Հոգու անունով։ Սակայն այս դարերի խորքից ժայթքող աստվածային այս պատգամը ինչպես է հասնում այսօր մեր ականջներին, յուրաքանչյուրիս ուղված։ Մարդ, հայ հավատացյալ մարդը, երբ որ մտնում է եկեղեցի, երբ որ բացում է եկեղեցու դուռը և ուզում է ներս մտնել, զգում է արդյոք, որ այդ պահին իրեն մոտենում է Քրիստոս, մոտենում է և ներս է հրավիրում։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և ինձ մոտ հանգստություն պիտի զգաք։ Բայց արդյոք մենք այդ հավատքով է, որ գալիս են եկեղեցիներ։
Այս հազարամյակների միջից խորքից մենք կարողացանք սովորել ինչ է քրիստոնեությունը, ինչ է քրիստոնեական հավատքը, ինչ էր, որ Թադեոս եւ Բարթողոմեոս առաքյալները եկան եւ քարոզեցին մեզ, եւ որն էր այն մեծ ուժը, որը որ եղավ հաղթանակող, անցնելով այդ հեթանոսական մթնոլորտով, կարողացավ ապացուցել իր ճշմարտացիությունը եւ հազարամյակներ շարունակ գոյատևել հավատավոր մարդկանց հետ, մեր հավատացյալ ժողովրդի հետ, միասին անցնելով պատմության իրեն բաժին հանած բոլոր դժվարությունները եւ ուրախությունները։ Սա հավատացյալ մարդու մեծագույն հաղթանակն է, որի մասնակիցը, եթե ուզենք մենք լինել, անպայմանորեն պիտի կարողանանք գտնել Քրիստոսին մեջ։ Ամեն մարդ, որ մտնում է եկեղեցի, վստահաբար իր հոգու մեջ, իր խոսքը, իր աղոթքը ունի, որ ուղղված է Աստծուն, գալիս է իր սրտի խոսքը ասելու Աստծուն եւ բնականաբար նրա օգնականությունը ակնկալելով եւ ինքը հանգիստ դուրս է գալիս եկեղեցուց, երբ որ կարողանում է գտնել իր հարցերի պատասխանները, երբ որ վստահ է լինում, որ իր հոգուց ժայթքած առաստված բարձրացող աղոթքը անպայմանորեն իրականություն պիտի դառնա։ Եվ այդ կերպ է, որ հավատավոր ժողովուրդը կապված է մնում իր եկեղեցու հետ, մշտական իր աղոթքի մեջ։ Քրիստոնեությունը ինքը տխրություն չի, քրիստոնեությունը ինքը լույս է, ինքը սեր է, ինքը հավատք է, Աստծուն, որը որ մշտապես ուրախություն է տալիս ճշմարիտ քրիստոնյա հավատացյալին։ Ինքը դիմավորում է մեզ եկեղեցու մեջ, բայց մենք պիտի կարողանանք մեր սրտերը բաց պահել Տիրոջ համար, որովհետև ինչ էլ որ մենք խոսենք, միևնույնն է Տերը լսում է մեր հոգու կանչն է լսում, մեր հոգուց բխած աղոթքն է, որ լսելի է լինում Քրիստոսին։ Մենք սա է եկեղեցին, սա է այնտեղը, որտեղ որ մենք հավաքվել ենք այսօր, սիրելի հավատացյալներ։ Եվ սա է եղել նաև այն մեծագույն, այն ամուր ժայռը, որի վրա հենված կարողացել է ժողովուրդը գոյատևել եւ անցնել այս ճանապարհը։ Այդ գիտակցությամբ է, որ կարողացել են կամ այդ գիտակցության փոխանցելով հավատացյալներին կարողացել են գոյատևել այս ամբողջ ժամանակահատվածում։ Գնանք եկեղեցի աղոթելու։ Առաջին հարցը յուրաքանչյուրիս անձի մեջ, բնականաբար եթե ինքը մեծ է, իր հոգու մեջ աղոթք ունի եւ այդ անկեղծ աղոթքով է, որ գալիս է, նաեւ իր երեխային է բերում եկեղեցի։ Եվ նաեւ լինում է, իր եկեղեցու համար, իր զավակի համար աղոթող, իր ընտանիքի համար աղոթողը։ Բայց ամենակարևորը, ես մի քանի անգամներ մեր եկեղեցու մեջ այդ մասին խոսել եմ, եւ այսօր, երբ որ մենք տոնում ենք Թադեոս եւ Բարթողոմեոս առաքյալների տոնը, արթնանում է յուրաքանչյուրիս հոգու մեջ, որն է այն մեծ ուժը, որ փոխանցեցին առաքյալները, որը կարողացավ դարեր շարունակ քայլել մեր ժողովրդի հետ։ Եվ բնականաբար եւ հաստատորեն դա անկեղծ աղոթքն է յուրաքանչյուրիս Աստծո հետ։ Եվ նաեւ գիտակցությունը յուրաքանչյուրիս, որ այնտեղը, որ մտնում ենք, այդտեղը սուրբ է, չի կարելի այնտեղ վնասել, չի կարելի, խոսքս վերաբերվում է յուրաքանչյուր մարդու հոգուն, եւ մարդու հոգին էլ կարող է վնասվել, եթե ինքը ճիշտ չհասկացած մտնի եկեղեցի։ Ինչու համար, որովհետև մենք մշտապես միավորված ենք Քրիստոսի հետ,
Եվ այստեղն է, որտեղ որ հավատացյալներով հավաքվում ենք Տիրոջը մեր աղոթքը վերառակելու։ Ուրեմն մենք պետք է նախև իմանանք, որ գնում ենք եկեղեցի, այնտեղ մշտապես Աստծո ներկայությունը կա մեր եկեղեցիների մեջ։ Նյութական եկեղեցու մասին եմ ասում, այն ամեն ինչ որ դուք տեսնում եք անշունչ եկեղեցու մեջ։ Նրանք սրբագործվում են եկեղեցու մեջ Տիրոջ հարատև օրհնությամբ եւ պետք է զգուշ լինենք, երբ որ մտնում ենք եկեղեցի։ Շատ զգուշ պետք է լինենք։ Եվ դրա համար է այդ գիտակցությամբ է, որ մեր հավատացյալները մտնելով եկեղեցի համբուրում են եկեղեցուն պատերը, նկարները եւ իրենց աղոթքի կատարումն են ակնկալում, նաեւ խնդրում Տիրոջը նյութական եկեղեցուց։ Եկեղեցի եկողը արդեն ինքը զինվորյալ հավատացյալն է եկեղեցու։ Այն զինվորն է, որը մշտապես հաճախում է այդ եկեղեցին, մասնակցում է եկեղեցու արարողություններին, խոսքս տվյալ եկեղեցու մասին է։ Այս պարագայում ես խոսում եմ հայ առաքելական եկեղեցու մասին։ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալն է, որ տերն է այդ եկեղեցու։ Ընդհանրապես ես բավականին երկար ժամանակ է, որ հոգևորական եմ մոտ 40 եւ ավելի տարի եւ եկեղեցում ընդհանրապես 50-ից ավելի տարիներ։ Եվ մշտապես դա ինչ որ ես ասում եմ, համոզված եմ ասում։ Ես այսօր երբ որ բաներ եմ լսում եկեղեցու մասին, ես նախ եւ առաջ հենց առաջին հայացքից կամ առաջին պահից մտածում եմ ով է եւ ինչու է ասում։ Ինչու համար է ասում։ Մարդը որ մեղավոր է բոլորս գիտենք։ Մենք գիտենք բոլորս են մեղավոր ենք, առաքյաններն էլ են մեղավոր։ Չէ, բոլորն էլ մեղավորներ էին։ Բայց Աստված մեզ ապաշխարության խորհրդով սուրբ հաղորդությամբ հնարավորություն տվեց, որպեսզի մաքրվենք եւ շարունակենք մեր կյանքը այս աշխարհի վրա։ Հարատև մեղքերի եւ մեղքերից ազատման մի շրջան է, որ ապրում է հայ քրիստոնյա մարդը։ Իսկ նրանք, ովքեր որ եկեղեցի չեն գալիս, նրանք, ովքեր որ հայ առաքելական եկեղեցու զավակներ չեն, նրանք, ովքեր որ ընդհանրապես հավատացյալներ չեն, ես նրանց խոսքը չեմ էլ լսում, որովհետև բնական է իրենք այդպես պիտի ասեն։ Ես իմ հավատքով եմ ապրում եւ ես վստահ եմ, որ Քրիստոսի հնարավորինս շատ պատգամները կատարելով կարող է արժանանամ երկնային արքայության, երկնային լույսին Տիրոջ։ Եվ ոչ մեկի նկատմամբ ես չունեմ պարտականություն որևէ բան ցույց տալու, որովհետև ես ամենակարևորը գիտեմ, կարևորը այն չէ, ինչ որ ես ասում եմ, որովհետև ես պետք է նախ վստահ լինեմ, որ Տերը լսում է իմ աղոթքը եւ ես եւ Տերն է, որ խոսում ենք։ Կան նաեւ հոգեվորականները, որոնք որ միջնորդ են, խորհրդակատարներ են, եկեղեցիներում, որ խորհուրդներ են կատարում, գիտեք մեր եկեղեցու եւ մկրտություն եւ պսակ եւ բոլոր խորհուրդները, որ մեր եկեղեցում կատարվում են, դա հոգեվորականները, օծված քահանաները կարող են, որտեղ իրենք են շարունակողները եղել առաքյալների։ Սա օծում է, որը որ տրվում է Աստծո կողմից յուրաքանչյուր հոգեվորականի, երբ որ ձեռնադրվում է հոգեվորական։ Եվ այստեղ շատ կարևոր է եւ հոգեվորականը, որը նույն մեղանչական է, ինչ որ հավատացյալն է, եւ հավատացյալը, որը որ նույն մեղանչականն է։ Երբեմն շատ լավ է ինչի մասին որ ասում եմ հիմա, նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, բոլորիդ կարոտել էի, այս մի ամիսը այստեղ չէի եւ ես ուզում եմ նաեւ իմ հոգու ուրախությունը ձեզ հետ կիսվել, շատ ուրախ եմ, որ այս պահին բոլորս միասին հավաքված ենք եկեղեցու մեջ։ Ես գոհություն եւ փառք եմ հայտնում Տիրոջը, որ այս օրերի ընթացքում ես կարողացա լինել տարբեր նաեւ եկեղեցական համայնքներում եւ շփվել նաեւ մեր ոչ Հայաստանում ապրող, կոնկրետ այս պարագային Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող մեր հավատավոր ժողովրդի հետ, բոլոր ամենտեղ ասեմ բոլորս նույնն ենք։ Բոլորս աղոթքով են գալիս, բոլորիս հայացքները նույնն են եկեղեցիների մեջ։ Պրպտողական, հնարավորինս շատ, այսպես
կենտրոնանալով մենք ինքներս մեզ, որպեսզի կարողանանք այնտեղից գտնել հոգու միջից այն մեղքերը, որ գործել ենք, որպեսզի եկեղեցուց դուրս եկած ժամանակ հանգստություն ունենանք եւ սա ամենածագույն հաղթանակն է յուրաքանչյուր հավատացյալի համար։ Մոմ վառողը բոլոր մոմ վառողները չէ որ աղոթքով են գնում եկեղեցուց։ Մոմը կարելի է այդ մասին շատ-շատերն են խոսում։ Մանավանդ անհավատներն են շատ խոսում, գիտեք, գնում ենք, ինչ խոսում ես, ասում եք, գնում ենք մոմ ենք վառում, գնանք ժամ մոմ վառենք եւ իրենց բարբարներով, չէ, գնացեք եկեղեցի աղոթելու, որևէ անգամ ես չեմ հիշում իմ կյանքում, որ ինձ համար ավելի կարևորված լինի առանց ուրեմն մոմը որպես Աստծո բերած լույս, ես ընդունում եմ որպես ինչ-որ նվիրատվություն եկեղեցուն հավատացյալի կողմից ընդունում եմ, բայց ոչ մի իմաստ չունի դա, եթե չկա առջևում չէ աղոթքը, և ամենակարևորն է աղոթքը։ Ես այս մասին ինչու եմ այսպես ասում, որովհետև շատ կարևոր է, որ մենք այսօր իմաստավորենք այն գործը, որը որ Թադեոս և Բարթողոմեոս առաքյալները բերեցին մեզ, որովհետև չկա աղոթք, ոչ մի բան չկա։ Եթե մարդը անհավատ է, թող լուռ մնա, չխոսի։ Մեզ չփորձի համոզել, որովհետև մեզ համոզելու բան չի ունենա, մենք յուրաքանչյուրս ապրում ենք, ես իմ հավատքով, մեկը իր անհավատությամբ, մեկը իր հայրենիքը լքած, իր նկատի ունեմ հայրենի եկեղեցին լքած ինչ-որ մի աղանդավորական խմբում ինչ-որ, ես հարգում եմ յուրաքանչյուր մարդու հավատքը, որովհետև դա իր սահմանադրությամբ արդեն տրված է իրեն ընտրելու իր հավատքը, բայց հաղթողը միշտ այն հավատքն է, որը որ առաքյալները բերեցին մեզ, այն հավատքն է, որը որ անցավ պատմության քառուղիներով, այն հավատքն է, որի մեջ կան նահատակություններ մինչև Գրիգոր Լուսավորիչ և Գրիգոր Լուսավորիչից հետո նույնպես մենք շատ և սուրբեր և հավատացյալներ ենք ունեցել, որոնք որ մեր եկեղեցու պահպանության համար մշտապես կանգնած են եղել և մշտապես հաղթող են եղել և այդ հաղթանակը այսօր մենք ենք վայելում, բայց նաև մենք ունենք պատասխանատվություն մեր ժառանգությունը այս մեծագույն Թադեոս և Բարթողոմեոս առաքյալների նույն պարզությամբ, նույն ջերմությամբ, նույն անկեղծությամբ, նույն սրբությամբ փոխանցելու մեզանից հետո եկողներին։ Բայց նաև որովհետև մենք ենք եկել եկեղեցի և եկեղեցուց պիտի գնանք, շատ կարևոր է, որ մենք իմանանք ինչ տարանք եկեղեցուց։ Տեսանք արդյոք Քրիստոսին, տեսանք այն լույսը, որ ճառագում էր, կարողացանք հարաբերվել մեր աղոթներով մեր Տիրոջ հետ, կարողացանք անկեղծ խոսել Տիրոջ հետ, որովհետև ինչքան էլ տխուր, ինչպես ներկայացնենք, եթե այն կեղծ է ոչ մի արժեք չունի, որովհետև այս պարագայում Տերը հենց հոգին է տեսնում։ Եվ ես ուզում եմ, որ աղոթք վերառաքեմ առ Աստված, որ Տերը մշտապես արթուն պահի, պահպանի յուրաքանչյուր հավատացյալ մարդու այդ լույսը իր հոգու մեջ, իր մկրտությամբ տրված, որպեսզի կարողանա լսել այն ականջը, որ տրվել է իրենց, կարդա Աստծո խոսքը, որ ամեն ականջ ունեցողը չէ, որը որ լսում է, հակառակ պարագային Քրիստոս չէր ասի, ով ականջ ունի թող լսի, կարող է 100-ից 5 հոգու մոտ լինի ականջը, մեկ միտքն է ավելի շուտ գալիս, մանավանդ այսօրերին շատ է զարմանում ես, մարդկանց հետ խոսում ես, վատ ես լինում, որ քրիստոնեությունից հեռու է, չի ուսանել այն ժառանգությունը, որ իրեն է տրված, և այնքան անզգուշորեն է մոտենում, և որպես հոգևորական իմ խոսքը պատգամն է նաև մեր նման հավատացյալներին լավ ուսումնասիրեք եկեղեցին, այն վարդապետությունը, որը որ մենք ժառանգել ենք 4-րդ դարին, հիշում եք 325 թվականին, երբ որ Նիկեո ժողովը եղավ, Նիկեո ժողովի ժամանակ հանգանակ եղավ, այն ժամանակ միջազգային քրիստոնեական եկեղեցի կար, բոլոր եկեղեցիները մեկ են և միասին կազմեցին հավատո հանգանակը։ Եվ այդ հավատո հանգանակը ամեն անգամ, երբ որ մենք ասում ենք, այդ որպես հաստատում լինի մեզ, մշտապես իմանանք, որն է մեր եկեղեցին, ինչ դավանանք ունենք մենք ընդհանրապես,
Միայն քրիստոնեություն ենք ասում եւ կանգնում ենք դրա վրա։ Թե նաեւ գիտենք մեր մկրտությունը ինչի են կատարում, բսակ ինչի են կատարում, երբ որ մի գործողություն են կատարում, արդյոք էգոիզմ չկա մեր մեջ։ Այսօր շատ է այդ մասին լսում, երեք չի առաջ մի տեքստ է կարդում, գիտեք մարդկանց մեջ այնքան է խառնվել չարությունը, եթե մեկի հարսանիքն է ուրախություն է բոլորի համար, եթե տխրություն է, ուրեմն դա միայն իրենն է։ Դա միայն իրենն է, քրիստոնեությունը կիսում են մեջտեղից։ Այսինքն կարելի է պսակ անել, կարելի է մկրտություն անել, թաղում չի կատարել։ Այսինքն որևէ մեկը որ կնքվել է եկեղեցում, իր բոլոր արարողությունների աղոթք արել է եկեղեցում, եթե մահանա, ուրեմն պետք է զրկել թաղման խորհրդից իրեն։ Նայելը չէ խորհուրդ։ Եվ անդադար նամանավանդ մի քանի եկեղեցիներ, որոնք որ թույլատրված է, որ հանգուցյալներ են դնում, անընդհատ առանց հասկանալու։ Կսկսեն քննադատել ինչու են դնում։ Դա է այդ եկեղեցին, բարեկամս, նայում են, բացում են մեջերը, նայում են։ Տեսնում եք մարդը կապ չունի, այն մարդը ինչ ես խառնվում, ինչ ես եկել մի տեղ, որը քոնը չի։ Ինչ ես ուզում ասել։ Սա է այդ եկեղեցին ասում, եթե թաղում չանեմ, ինձ կասեն, ինչու չես թաղում անում։ Վերջում մեր հոգու սերը որտեղ է մեր նմանի նկատմամբ, սիրեցեք միմյանց։ Ասում եմ, բա գնում եմ երեխայիս հետ մահացած կա դրված։ Գիտես, որ մի երկու եկեղեցի այս պահին առանձնացված է, որպեսզի հոգի հանգիստ կատարվի այնտեղ։ Դրա համար չէ մի անգամից կգնանք գումարները կխոսենք, չգիտեմ ինչերի մասին կխոսեն։ Ով է այն քահանան կամ հավատացյալը մեր եկեղեցու մեջ, որ կարող է ասել, այս իմ 43 տարիների ընթացքում արարողություն եմ արել, ինձ ինչ-որ մի բան են տվել եւ շատ են տվել, ժպիտս մեծացել է կամ քիչ են տվել, լացս եկել է, երբ որ քիչ են տվել, չէ։ Իմ հայտարարությունը միշտ էլ նույնն է եղել, մեր ժողովուրդը միշտ էլ ապրել է ավելի վատ, քան պահել է իր քահանային։ Սա ճշմարտություն է, որը կարելի է միշտ, բայց քահանան իր պատգամի մեջ, իր ապրելակերպի մեջ պետք է լինի։ Եվ ամեն մեկս փորձում ենք, որովհետև ինքնիութական աշխարհն են միշտ իրանա չէ ձգում։ Երբեմն այնքան ենք վախեցած մեր որոշ հավատացյալներից, շատերին մանավանդ որ չես էլ կարող եմ տեսնել, մի հատ ասես, բարեկամս մի հատ արի խոսենք, ինչ ա ուզածդ։ Ինչ ես ուզում վարկաբեկելով եկեղեցում, ինչ ես ուզում դրանով ասես։ Կամ եթե դու տգետ ես, դու չես իմանում եկեղեցին ընդհանրապես ինչ ես ինձ հետ խոսում։ Գնա սովորի, արի, ասա ես պատասխանում, եթե դու չես հասկանում։ Ոնց է երեք մեկին եմ ասում, լսի ոնց որ մեկը վիրահատություն անի, ասենք ուղեղի վիրահատություն անի, մեկը կողքից գնա ասի այսպես արա, չէ, այդ մասնագետը պետք է գնա անի, ժողովուրդ։ Դրա համար եւ Աստված մեզ դա էլ չի ուզում շատ, մեր անկեղծ հոգին է ուզում տեսնել։ Մենք ինչպիսին ենք, բարի ենք, ազնիվ ենք, սիրում ենք մեր հոգու մեջ, մեր եկեղեցում։ Պետք չի փնտրել ոչ մեկի մեջ, ես հիմա մեր վրա եմ վերցնում օրինակ, բայց ամեն մեկը հավատացյալին էլ է վերաբերվում դա։ Ես նույն վրդովմունքն եմ ունենում, երբ որ մի հավատացյալի մասին է այդպես արտահայտվում։ Չէ որ մտել եք եկեղեցի, այստեղ քույրեր եւ եղբայրներ են, որտեղ միավորված են եկեղեցու մեջ Քրիստոսի խոսքով, Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց սիրով։ Ահա այս սերը թող մշտապես արթուն լինի յուրաքանչյուրի հոգու մեջ, սիրելի հավատացյալներ։ Ես փորձեցի այսօր քարոզից անցնել մի քիչ ավելի անկեղծ զրույցի, որովհետև հավանաբար այդպես պիտի մեր հավատացյալներին, չգիտեմ, խոսել։ Մշտապես մենք ավետարանից ենք խոսում, այս տարիների ընթացքում ավետարանի պատգամն ենք տալիս, խոսք ասում ենք, նրանք ուզում են լսել, նրանք լսում են միշտ լսում են, թող Աստծո լույսը մշտապես վառվի ձեր հոգիների մեջ, ովքեր հիվանդներ ունեն տանը թող առողջանան, ովքեր տխրություն ունեն թող ուրախություն լինի, բայց երբ որ մտնեք եկեղեցի, եկեք ջերմությամբ, եկեք ուրախությամբ, որովհետև հենց մտնեք եկեղեցու ներսում կտեսնեք Թադեոս եւ Բարթողոմեոս առաքյալներին առաքած մեր երկիր ներկա գտնվող Քրիստոսին եկեղեցու մեջ ամեն պահի մեջ ձեր կողքում ամենտեղ ոչ մեկին մի փնտրեք միայն Քրիստոսին եւ վստահ եղեք ձեր տունը կգնաք շատ ավելի հանգիստ եւ խաղաղ որտեղ Տերը կայցելի նաեւ ձեր ընտանիքներ
թող Աստված օրհնի բոլորի, թող խաղաղություն պարգևի մեր երկրին, այսպես նայում եմ մեր հավատացյալներին եւ շատ մեծագույն ուրախություն եմ ապրում, իրոք շատ կարոտել եմ բոլորիս։ Լավ եղեք, Աստծո օրհնությունը բոլորիդ։